Ռոման, դուք այսօր հրապարակել եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչում 2023 թվականի սեպտեմբերի 26-ի իր իսկ կողմից ստորագրած հրամանագիրը, որով այն ժամանակ լուծարվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ինչու եք դուք այդ հրամանագիրը հիմա հրապարակել, ինչ նպատակով։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ սկսենք ի սկզբանե գոյություն ունեցող այդ հրամանագրի մասին, համաձայն որի Արցախի Հանրապետությունը ի թիվս այլոց այդ հրամանագրի այլ կետերի այդ հրամանագրում նշվել է նաև որ Արցախի Հանրապետությունը համարում է լուծարված։ Ինձ թվում է բոլորի համար առնվազն գիտակից հասարակության համար պարզային շարժարիթով կայացվել այդ հրամանը, քանի որ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած էր սպանդի առջև եւ այդպիսի հրամանագրի առհասարակ գոյությունը կամ այդպիսի բովանդակությամբ հրամանագիր հրապարակելը երևի ամենաառաջնային պայմաններից էր, որ կարող էր երաշխավորել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ այդ շարժարիթով Արցախի Հանրապետության նախագահը կայացրել այդպիսի հրամանագիր։ Ասեմ ավելին, այդ հրամանագիրի տեղեկատվական շտաբով ոչ թե հրապարակվել է, այլ այդ հրամանագրի բովանդակությանը հողում կատարվել է։ Այսինքն նշվել է տեղեկատվական շտաբի էջում, որ կայացվել է այսպիսի բովանդակությամբ հրամանագիր, համաձայն որի այսպես։ Այնուամենայնիվ որպես իրավական ակտ, այսինքն հողում կատարելով թե նորմատիվ իրավական ակտերի մասին Արցախի Հանրապետության օրենքին եւ թե այլ իրավական ակտերին, այդ հրամանագիրը պաշտոնապես չի հրապարակվել եւ իրավաբանական ուժ չի ստացել, այսինքն պաշտոնական տեղեկագրում այն որպես այդպեսին տեղ չի գտել։ Մենք ունեինք Ալեքսիս ԿՏՄ կայքեջը, որ ոչ պաշտոնական առումով համարում էր իրավական ակտերի ամփոփման տեղեկագիր, այնուամենայնիվ այդ իրավական ակտը, այսինքն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը պաշտոնապես չի հրապարակվել։ Եվ ի սկզբանե հաշվի առնելով այն հանգամանք, որ այն պաշտոնապես չի հրապարակվել, այն իրավաբանական որևէ ուժ չուներ։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախի Հանրապետության նախագահը լիազորված չէ Արցախի Հանրապետության պետություն լուծարելուն, լիազորված չէ այդպիսի նաև հրամանագրից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքներով եւ այլ իրավական ակտերով առհասարակ այդ հրամանագիրը հակասում է սահմանադրության դրույթներին եւ այլն։ Այսօր օրինակ լրագրողներից մեկը Արցախի լրագրողներից մեկը կատարում է այսպիսի բովանդակության մի հրապարակում, որ իսկ ինչու է հրամանագիրը չդիմեցի Արցախի Հանրապետության Գերագույն դատարան այդ հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Պարզ պատճառով ասում են ինչու ազգային ժողովի падգամավորները, չէ որ նրանք հասարակական հիմունքով շարունակում են պաշտոնավարել, դատավորները եւս շարունակում են հասարակական հիմունքներով շարունակում են պաշտոնավարել։ Ինչու չդիմեցիք այդ հրամանագիրը հակասահմանադրական եւ ըստ էության անվավեր ճանաչելու պահանջով, այլ կայացրեցիք մեկ այլ հրամանագիր դա չեղյալ հայտարարելու մասին։ Պարզ պատճառով, որովհետեւ իրավաբանական ուժ չունեցող հրամանագիրը հակասահմանադրական ճանաչվել չի կարող, որովհետեւ ի սկզբանե այդ հրամանագիրը չի մտել ուժի մեջ։ Այդ հրամանագիրը պետք է մտներ ուժի մեջ, որից հետո դիմվեր Գերագույն դատարան այն հակասահմանադրական ճանաչելու պահանջով, սակայն քանի որ չի մտել ուժի մեջ, ուստի Գերագույն դատարան դիմելու եւ այն հակասահմանադրական ճանաչելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի լիազորություններ Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու պոտենցիալ հնարավորությունները եւս բացակայում են։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե չկար այդ հրամանագիրը ուժ չուներ, ինչու։ Շատ լավ։ Ես հիշեցնում եմ օրինակ քրեական հետապնդումներ, ես նախ հիշեցնում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, առավել եւս արտաքին գործերի նախարարության կողմից այդ հրամանագրին հղում կատարելու գործողությունը, միջազգային հարթակներում նաեւ այդ հրամանագրի մասին խոսել եւ առհասարակ Արցախի Հանրապետություն լուծարված համարելը։ Այսպես թե այնպես նրանք հիմքում դնում էին այդ հրամանագիր եւ հետեւաբար նախագահը այդպիսի շահարկումներից խուսափելու նպատակով առաջնորդվել է պարզ տրամաբանությամբ, լավ, եթե սա համարում եք իրավական ուժ ունեցող, եթե ձեր տրամաբանությամբ, չնայած դա տրամաբանություն չկարելի համարել, այնուամենայնիվ, եթե ձեր տրամաբանությամբ սա իրավական ուժ ունեցող հրաման է, ուրեմն նույն ձևով, նույն հարթակում առանց պաշտոնական տեղեկագրում հրապարակելու, ես կայացնում եմ մեկ այլ հրաման, համաձայն որի ունեմ չէ լիազորություն սա անվավեր ճանաչելու, ճանաչում եմ իմից կողմից կայացված հրամանը անվավեր։ Հղում է կատարել ընդ որում անվավեր ճանաչելու հրավերաբերյալ հրամանագրում, եթե նկատեցիք, ես այնտեղ հստակ նշված է ինչ նպատակով է ի սկզբանե այն հրամանագիրը կայացվել, հղում է կատարվեց նաև իրավական առումով է ինչ որ կերպ հիմնավորված, այդ հրամանագիրը ճանաչվել անվավեր։ Այսինքն առաջնային շարժարիթը այդ շահարկումներից խուսափել է։ Երկրորդ շարժարիթը Արցախի Հանրապետության պաշտոնատար տարբեր անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրենց այս կամ այն լիազորությունը իրականացնելու մասով սկսեցին քրեական հետապնդումներ իրականացնել։ Օրինակ խոսքը վերաբերում է Ստեփանակերտի քաղաքապետին, երբ որ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց եւ որում ի թիվս այլոց հիմքում դրվեց նաև այս հրամանագիրը, ոչ թե այս 23-ի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը Արցախը լուծարելու մասին։ Ինչ է նշում, ինչ նշված մեղադրանքում 26-ի հրամանագրով Արցախը լուծարված լինելու, Արցախի պետական կառավարչական հիմնարկներն ու համայնքները լուծարված լինելու եւ պաշտոնատար անձանց լիազորությունները դադարեցված լինելու պայմաններում նրանք իրականացրել են իրենց լիազորությունները։ Սկզբում նշեցին խարդախություն, հետո
չգիտեմ, ինչ որ հեքիաթային ժանրի գործողություններ տեղի ունեցան եւ այդ խարդախությունը այո, հետագայում այդ խարդախությունը նրանք չէին կարող նշել պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանք չէին կարող առաջադրել, որովհետև այդ պարագայում նրանք դառնար, որ Ստեփանակերտի քաղաքապետին ընդունում են որպես պաշտոնատար անձ։ Դրա համար առաջադրեցին խարդախության մի աբսուրդի հասնող մեղադրանք, հետո իրենք հասկացան, որ այդ խարդախության գործով չունեն ուժով մի ամբողջ նախաքննության ընթացքում քաղաքապետ կալանավորվեց, տնային կալանք հետո նրա նկատմամբ ընտրվեց, հետո վարչական հսկողության տակ գտնվեց, բայց խարդախության գործով, այսինքն խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության գործով մենք չունենք ուժով։ Երբ որ մենք հարցնում ենք լավ այդ քաղաքապետը ում խաբեց, ում վստահությունը չարաշահեց, ոչ մի պատասխան չկար։ Դրա համար հետո վերջում այդ մեղադրանքը փոխվեց ինքն իրավչության։ Այնուամենայնիվ այդ ամեն ինչի հիմքում դրված է Արցախ հանրապետության նախագահի 26 սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախ հանրապետությունը լուծարված է։ Այսինքն անգամ իր ապահ մարմինները այդ հրամանագրին լուրջ են վերաբերել եւ իրոք համարեն Արցախ հանրապետություն լուծարված, իսկ պաշտոնատար անձանց լիազորությունները դադարեցված։ Չնայած կրկնում եմ, այդ հրամանագրով համայնքի ղեկավարները, դատավորները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք շարունակում էին պաշտոնավարել հասարակական հիմունքներով։ Ինչևէ, հետաբար նաև այդ տրամաբանությամբ այդ հրամանագիրը կայացվեց։ Հիմա անդրադառնամ այն հարցին, ինչու միջև հիմա չէր հրապարակվում եւ հիմա հրապարակվեց։ Նախ դեռևս 24 թվականի տարեսկզբին այդ հրամանագրի բովանդակությունը կրկին տեղեկատվական շտաբում մարդացոլվեց։ Այսինքն տեղեկատվական շտաբը ինչու հրամանագրի ֆիզիկական տեքստը չարտացոլվեց, կրկնում եմ կրկին շարժումներից խուսափելու նպատակով, որովհետեւ մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ փակել այն թեման, իբրև Արցախ հանրապետությունը լուծարված, Արցախ հանրապետությունը լուծարված չէինք համարում։ Մեկ, երկրորդը չի հրապարակվել, որովհետեւ այն նախորդ հրամանագրի եւս մենք լուրջ չէինք վերաբերվում եւ դա կարծում ենք, որ մարդիկ հասկանում են, որ դա իրավաբանական ուժ չունի։ Անդրադառնալ իրավաբանական ուժ չունեցող հրամանագրի բովանդակությանը կարիքը բացակայում է։ Արդեն Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատական նիստի ընթացքում հերթական անգամ այդ հրամանագրի մասին խոսելուց հետո լրագրողները դատական նիստը լուսաբանում էին, հետո այդ հրամանագիրը այդ Արցախ հանրապետության լուծարված լինելու փաստը կրկին շահարկվեց Facebook-յան հարթակում, ինչպես նաև սոցիալական այլ հարթակներում, եւ ես այլընտրանք չունենալով արդեն դիվեցի Արցախ հանրապետության նախագահին եւ փորձեցի նրան համոզել ու բացատրել այդ հրամանագիրի ֆիզիկական տեքստը հրապարակելու անհրաժեշտության մասին։ Եվ այդ հրամանագիրը հրապարակվեց, որպեսզի որևէ շահարկում կամ որևէ հայտարարություն կամ որևէ ցանկացած կոնտեքստով Արցախ հանրապետության լուծարված լինելու թեման այլևս չշոշափվի։ Եթե ինչ որ մեկը կա, որ համարում է, որ Արցախ հանրապետության նախագահը առհասարակ ունակ է կամ կայացել է Արցախ հանրապետություն լուծարելու վերաբերյալ հրամանագիր, ապա այդ ինչ որ մեկը թող նաև հասկանա, որ Արցախ հանրապետության նախագահը կայացել մեկ այլ հրամանագիր, որով չեղյալ է հայտարարել իր կողմից հայտարարված հրամանագիրը։ Չնայած կրկնում եմ, ի սկզբանե ոչ այս մի հրամանագիր իրավաբանական որևէ ուժ չունեն եւ որևէ հետևանքի հանգեցնել չեն կարող։ Տեսեք, դուք ասացիք, որ նախկինում բովանդակությունը այս երկրորդ հրամանագրի հրապարակվել է, բայց նույնիսկ դա չէր խոչընդոտում, որպեսզի Հայաստանի իշխանությունները ասեին, որ կա առաջին հրամանագիրը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարված է։ Այո, ես ձեզ հրապարակում եք, էլի ոչինչ հնարավոր է չփոխվի, էլի։ Ասեմ, ոչ թե հնարավոր է, այլ ոչինչ չի փոխվի, կարծում եմ, բայց այս պարագայում մենք առնվազն ունենալու ենք հանրային ճնշում։ Ինչու եմ կարծում, որ ոչինչ չի փոխվելու, որովհետև այս երկրորդ հրամանագիրը, որ կայացվել է դեռևս 24 թվականի օկտեմբեր, 23 թվականի օկտեմբերին, այսինքն Երևան տեղափոխվելուց հետո, Արցախ հանրապետության նախագահը հրամանագիրը կայացնելուց անմիջապես հետո պաշտոնական գրությամբ այդ մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն նամակով տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին, կսում է հրամանագիրը, ասում է մենք այս հրամանագիրը ճանաչել ենք անվավեր։ Հետևանքներն ու արդյունքը տեսակ։ Ներողություն, իսկ այդ պաշտոնական նամակին արձագանք եղել է դուք տեղեկացնում։ Ոչ, որևէ պատասխան չի եղել։ Ինչպես օրինակ մեկ այլ բանի մասին տեղեկացնեմ, Արցախ հանրապետության նախագահը մեկ այլ նամակով եւս դիմել է Հայաստանի հանրապետության կառավարությանը եւ տեղեկացրել է, որ տեսեք, Հայաստանի Արցախի հանրապետության այս կամ այն պետական կառավարչական հիմնարկին պատկանող այսքան ավտոմեքենաները տեղափոխվել են Հայաստան եւ գտնվում են Հայաստանի հանրապետությունում։ Խնդրում ենք կազմակերպել հանդիպում կամ ներկայացնել առաջարկություն այդ ավտոմեքենաների ճակատագրի մասով։ Որևէ պատասխան չկա, բայց հետագայում ներկայացության դարպասները ջարդում, մտնում, մեքենաները արգրավում տանում են եւ քրեական վարույթ է նախաձեռնում, վարույթի նախաձեռնելու արձանագրության մեջ նշելով նրանք պարտավոր լինելով այդ ավտոմեքենաները Հայաստան տեղափոխելուց հետո հանձնել Հայաստանի հանրապետության իրավասու մարմիններին չեն հանձնում։ Երկու հատ տրամաբանական հարց։ Այդ ինչով են պարտավոր։ Մարդ պարտականություն կարող է ստանձնել բացառապես օրենքով, որն է այդ օրենքը կամ իրավական ակտը, համաձայն որի Արցախի բնակիչները պարտավորություն են ստանձնել կամ նախկին պաշտոնատար անձինք պարտավորություն են ստանձնել այդ մեքենաները հասնել Հայաստանի հանրապետության։ Խոսքը չի վերաբերում բն ավտոմեքենաներին։ Խոսքը վերաբերում է Արցախի հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին պատկանող ավտոմեքենաներին։ Այդ մեկ եւ երկրորդը, այդ լիազոր մարմինը որն է։
որ լիազոր, այ օրինակ, չգիտեմ, կառավարությունն է լիազոր մարմինը, ոստիկանությունն է, քննչական կոմիտեն է, դատախազությունն է, որն է լիազոր մարմինը։ Այդպես էլ պարզ չի։ Այնուամենայնիվ այդ քրեական վարույթը նախաձեռնվեց, ձևական առումով նախաձեռնվեց ու ավտոմեքենաները արգրավելու նպատակով, բայց ոչինչ չարվեց, մեղադրանք մինչ այս պատճառ առաջադրվեց, որովհետև նրանք գիտեն, որ մեղադրանք առաջադրվելու պարագայում սկսելու է քրեական դատավարության սահմանված ժամկետների հոսքը եւ այսպես թե այնպես, երբ որ այդ քրեական վարույթ հանգուցալուց այդ մեքենաները կրկին պետքա վերադարձվեն, իզուր տեղը արդարացման վերդիկտ չունենալու եւ առհասարակ մի շարք հանգամանքներից խուսափելու նպատակով մեղադրանք չեն առաջադրվում։ Ընդհանրապես ունենք նախաձեռնված վարույթի շրջանակներում արգրաված ավտոմեքենայի, ես մասով որոշակի գործողություններ կատարում եմ, արդեն քրեական վարույթը, քրեական հետապնդում չիրականացնելու միջնորդություն եմ ներկայացրել որոշակի անձանց նկատմամբ եւ մի խոսքով չեմ ցանկանում մարտավարական տեսանկյունից իմ փաստաբանական են գործողությունները, որոնք այդ վարույթի շրջանակներում ես կատարել եւ պատրաստվում եմ կատարել ներկայացնել, բայց այնուամենայնիվ անգամ մեղադրանք չառաջադրվելու պայմաններում այդ վարույթի հանգուցալուծումը շատ մոտ ապագայում բոլորի համար կլինի տեսանելի։